Տերը օրհնի բոլորիս եւ օգնի, ուզում եմ ասել, այն ինչ որ կա իմ սրտում, առաջի Պետրոս 2:17 համարը գրված է այսպես. ամենը պատվեցեք, եղբայրությունը սիրեցեք, Աստծուց վախցեք, թագավորը պատվեցեք։ Եվ հավանաբար հիմնական շեշտը եղբայրությունը սիրեցեք բառակապակցության վրա է։ Ես ուզում եմ հակառակ կողմը ցույց տալ, որովհետև քանի որ մենք շատ խնդիրներ ունեցանք եւ շատ խնդիրներով անցանք, դա ավելի շատ նշանակում է, որ եղբայրասիրության պակաս կա։ Մա ինչպես տենալ եղբայրասիրության պակասը, ինքը ոնց է արտահայտվում այդ պակասը, ոնց է արտահայտվել եւ դեռ այդ հիվանդության հետքերը կա եղբայրության մեջ, Քրիստոսի եղբայրության մեջ։ Մի ընտանիքում անդադ ամուսինն ու կինը վիճում էին, տարիներ վիճում էին, ամեն անգամ կինը ասում էր, ախր ես քեզ սիրում եմ ու հարցերը հանդարտվում էին։ Մի 20 տարի անցել էր արդեն, էլի իրանք վիճեցին իրար հետ, լավ կռվեցին, իրանց ամեն կռիվը բաժանման է հասցրել, բայց հենց կինը ասում էր, ես քեզ սիրում եմ, ամուսինը հետ էր գալիս։ Մի օր ամուսինը չդիմացավ, բոլորի ներկայությամբ ասեց, մի բան խնդրեմ էլի քեզի կնոջը, ասեց կլինի դու ինձի չսիրես, ասեց բա ինչ անեմ, ասեց ինձի լսես, ինձի պետք չի քո սերը, դու ինձի խաբում ես, որ ես քեզ սիրում եմ, բայց դու ինձ չես լսում։ Եվ այդ առումով ուզում եմ համար կարդալ Առակաց 6-րդ գլխից, մի քիչ դժվար համար է, բայց ինձ կներեք եղբայրներ ջան, ես ուզում եմ անկեղծ արտահայտվեմ, չնայած կարող է ուրիշ ձև ընկալվի այդ ամեն ինչը, բայց ասեմ 6-րդ գլուխ 16-րդ խոսքից Տերը այսպես բանային կզզվի եւ անոր հոգու առաջ 7 բան պիղծ է ամբարտավան աչքեր, ստախոս լեզու, անմեղարյուն թափող ձեռքեր, չար խորհուրդներ հնարող սիրտ եւ չարություն անելու համար շուտ վազող ոտքեր ստություն խոսող անիրավ վկա եւ եղբայրների մեջ կռիվներ ցանող մարդ Ես այս կետերի մասին չեմ ուզում խոսամ, ուզում եմ մենակ ակցենտ դնեմ վերջի մտքի վրա եղբայրների մեջ կռիվներ ցանող մարդ, բայց ուզում եմ նաև զգուշացնել, ոչ թե ես ուզում եմ գտնել մեկին, ով որ եղբայրների մեջ կռիվ է գցում, այլ ես ինքս այդպեսին չլինեմ։ Ես չեմ մտածում, թե դա որ եղբայրն է, ես մտածում եմ, որ ես դա չլինեմ, որտեղ մեր շատ խնդիրների հիմքում ընկած է այս փաստը շատ ծառայող եղբայրներ կարան դա վկայեն եկեղեցական վեճերից, խնդիրներից ելնելով։ Դրա համար ես ավելի շատ ոչ թե ուզում եմ ֆիքսվեմ, թե դա ով է, ես ուզում եմ տենամ, ես դրա մեջ կամ թե չկամ, որովհետև նու կնոջ մասին է գրված, որ կինը չար գործեր անում, վերջում բերանը մաքրում, ասում է դե ես բան չեմ արել, չէ՞, բայց դրա պատճառով կարա շատ բաներ քանդվի եւ շատ բաներ վնասվի։ Ճամբարում երկու երեխա իրար հետ կռվում էին, իրար այն աստիճան, որ խփում էին իրար 11 տարեկան։ Բանը բանից անցավ, ոչ մեկ չկարեցավ հանգստացնի, ստիպված եղբայրները խառնվեցին, դե երկու երեխա իրար չվնասեն։ Հիմա ասում եմ, ես էլ էի ներկայացուցին, ասում եմ, ինչ ես իրան խփում, ասում է, ինքը ինձ ասեց պոնջ, ինքն է չաղ երեխա էր։ Ասում եմ, խես իրան ասե պոնջ, ասում է, ինքը ինձ ասեց գյուղացի։ Ասում եմ, խես իրան ասե գյուղացի, ասում է, ես չեմ ասե գյուղացի։ Ասում եմ, բա քեզով ասե, որ ես գյուղացի եմ։ Ասում է, ինձի Վալոդն ասե։ Վերջը երկար կռիվներից հետո պարզվեց, որ այնի նրան պոնջ չի ասե, այնի նրան գյուղացի չի ասե։ Մի հոգի մեջները ասում է, լսար քեզի ասում է պոնջ։ Էն էլ չի մտածում ճիշտ է թե չէ, հարցակվում է ծեծում է։ Հետո նրան էլ ասում է, քեզ էլ ասլա գյուղացի։ Ես մի հատ եղբոր եմ ճանաչում, հիմա ինքը եկեղեցում չի, բայց ինքը մի քանի տարի անդադ ասում էր, ես կարամ հանգիստ երկու հոգի կռվեցնեմ, ոչ մեկ խաբար չլինի։ Մենք գիտեինք կատակ անում, անկեղծ բան եմ ասում։ Մենք գիտեինք կատակ անում, բայց հետո իրական ասում է, ես կարամ երկու աղբերնից կռվեցնեմ, ոչ մեկ չիմանա, որ ես եմ արել։ Ամի ես չեմ մտածում այդ եղբայրնով, ես մտածում եմ, ես տենց բան անում եմ, թե չէ։ Որտեվ մեր բնության մեջ այս բանը կա եղբայրներ, մենք մեր մարդկային արդարությունը խիստ բարձր է եւ մենք չենք կարող մեր սխալները ընդունենք, դա դժվար process է, սխալ ընդունելը այդպես հեշտ բան չի։
առաջանում է մեր սխալները չընդունելուց եւ մեր արդարությունը պին բռնելուց առաջանում է եղբայրների մեջ կռիվ գցելու հատկություն, որտեվ այն բառը, որ դու ես ասել, հիմա հանգիստ ասում ես ես չեմ ասել, բայց քո այդ բառը ասելու պատճառով ընտանիքը քանդվել։ Հիմա դու ասում ես ես չեմ ասել, բայց ընտանիքը քանդվել է։ Հիմա պետք է 20 տարի անցնի, որ դու գաս խոստովանության ասես այդ բառը ես էի ասել։ Բայց արդեն այդ նույն տեղով գետը չես կարող անցնել, ճիշտ է։ Գետը հոսել է արդեն։ Հիմա քո մի հատ թարս բառից, քո մի հատ ավելացրած բառից, քո մի հատ անզգուշ բառից քանդվում են ընտանիքներ, քանդվում են ընկերություններ, քանդվում են եկեղեցիներ։ Դու կարող ես ասել ես, գցել ես հարևանի բաղջեն, այդ բառը, դու քո համար հանգիստ քնած ես, բայց մարդիկ այդ մի բառի համար կարող են ամեն ինչ քանդեն։ Եվ քանի որ Քրիստոսի եղբայրության մեջ չի կարող ասենց բան լինի, բայց փաստը մնում է փաստ, որ Քրիստոսի եղբայրության մեջ կա բավականին խորը դժվարություններ։ Եվ ես մտածում եմ, որ այն եկեղեցին, որ դիմադրել է կոմունիստական ռեպրեսիաներին, այսօր իրար մեջի հարցեր չի կարող լուծի։ Գիտեք խի, որտեղ այն ժամանակ մենք սաղս մեկ ենք, դուրս ենք եկել մի թշնամու դեմ, Գողիաթի դեմ, չէ, բայց այսօր այդ Գողիաթը մեր դեմը չէ, այդ Գողիաթը մեր ներսն է, մենք էլ փոխանակ ելնենք ամեն մարդ ելնի իր Գողիաթի դեմ, ամեն մարդ ելելա դիմացինի Գողիաթի դեմ։ Եվ դա եկեղեցուն ոչ թե բերում է խաղաղություն, դա եկեղեցուն բերում է լարվածություն, որովհետև առանձին բոլոր եղբայրները լավն են։ Միասին չեն կարող ապրեն իրար հետ։ Յոհան եղբայրն ասեց, որ այդ Գերմանիայում սենյակը կլինի գերմանական ոճով, չէ։ Ես այդ բան գիտեք ինչ հիշեցի, որ Դավիթն հետում էր Գողիաթի դեմ, Սավուղը իր զինամթերքը հագցրեց Գողիաթին, Դավիթը հագավ, զգաց, որ չի կարող։ Հիմա մենք սաղին բրդում ենք Գողիաթի դեմ, բայց հագցնում ենք մեր շորերը։ Դավիթը հանեց Սավուղի շորերը, գերմանական շորերը հանեց, 5 հատ քար վերցրեց, դրեց ջեբը ու Գողիաթի հարցերը լուծեց։ Հիմա Քրիստոսի եկեղեցին տեսականորեն պիտի առաջնորդվի Աստծո խոսքով, բայց քանի որ մեր բնության մեջ կա այդ չհնազանդվելու երևույթը, իրար չհնազանդվելու, իրար չհարգելու, իրար չվստահելու, այդ ինչ որ ասում եմ խորը կա եղբայրության մեջ, հիմա դրա հետևանքով արդեն սիրո ընտանիքը վերածվել է ճիշտ ու սխալի ընտանիքի, որտեղ հիմա մեր բոլոր վեճերի հիմքում ընկած է ով է ճիշտ, ով է սխալ, բայց դա չի օգնում։ Ավակ եղբայրներն ասում են, երբ որ Ադամն ու Եվան մտածում էին, թե իրանցից ով է ճիշտ, Աստված ասեց պարտեզից դուրս արեք, իրար մեջ որոշեք ով է ճիշտ, հետո կտենանք, հետ կգաք պարտեզ, թե հետ չգա պարտեզ, եւ վերջում մենք Աստծո ներկայությունից դուրս ենք գալիս ճիշտ ու սխալի հիման վրա վեճեր սարքելը։ Եղբայրներ ջան, մի անգամ իմ տղան պատանի էր, միասին չգիտեմ ինչ գործ ենք անում, մի հատ կարևոր բան ընկավ կոտրվեց, ասես մի կարևոր բան ընկավ կոտրվեց, բայց ես էի կոտրողը, ես գցեցի կոտրվեց, ինքը ես իրան ասեցի, բայց ափսոս էր որ կոտրվեց, ուշադիր չեղա կոտրվեց, ինքը ինձ ինչ ասի լավ է, ասեց պատկերացնում ես, էդի ես արածն էի, ես ամաչեցի, բայց դա մեր մեջ կա։ Օրինակ մենք հաճախ մեղադրում ենք մարդկանց մի բանի մեջ, որը մենք ինքներս անում ենք, բայց մենք դա չենք տենում։ Դա մեր համար լուրջ խնդրեմ է, եղբայրներ։ Դա չի բերում միաբանության։ Սխալները ընդունելու երևույթը հոգևոր բան է, բայց այդ հոգևորությունը գալիս է շատ ուշ։ Շատ ուշ է գալիս, եղբայրներ ջան։ Ես ուզում եմ շատ կարճ հիշացնել այն մարդկանց, ովքեր խորհուրդ են տվել, որովհետև քո խորհրդից, թե դու ում ինչ կասես, շատ բան է կախված,
եւ եթե իրականում այդ երկու եղբոր մեջ վեճ էլ չլինի, դու կարաս հանգիստ դառնաս վեճի պատճառ։ Օրինակ, Դավիթի փախնելու ժամանակ, թագավոր Դավիթի, երբ որ Աբիսողոմը թագավորությունը ուզում էր բռնագրավել, Դավիթը փախնում էր, Երուսաղեմից դուրս էր եկել, երկու մարդ կային այնտեղ, մեկի անունը Աքիթոփել էր, մեկի անունը Քուսի, ովքեր հիշում են։ Քուսի, հա։ Քուսի չի գրած, Քուսի է գրած։ Քուսի։ Երկուսին էլ ճանաչում ենք, երկուսն էլ խորհրդատու էին։ Ի տարբերություն Քուսիին, որը ավելի հավատարիմ էր Դավիթին, քան Աքիթոփելը, Աքիթոփելի խոսքը հավասարազոր էր նրան, կարծես թե մեկը հարցրել է ում Աստծուն։ Բայց պատկերացնում եք, մի հատ Աքիթոփելի խորհուրդը չանցավ, ինքը տեսավ, որ Քուսիի խորհուրդը անցավ, իր խորհուրդը չանցավ, ինքը ինչ կարգի վշտացավ, որ գնաց կախվեց։ Նու ինձ հետաքրքրում է, մարդը կարա ճիշտ խորհուրդներ տա, բայց մարդը կարա իր մասին սխալ կարծիք ունենա։ Ինքը ճիշտ խորհուրդներ էր տալիս, որտեվ անգամ այս ժամանակ, երբ որ Աքիթոփելն ասում էր Աբիսողոմին, դու պետք է հիմա դուրս գաս Դավիթի դեմ, Քուսին ասում էր, չէ, սպասի, որ Դանից մինչև Բերսաբե զորքը հավաքենք, դու էլ գլխին պիտի լինես, Աքիթոփելի խորհուրդը ավելի ռեալ էր, որ Աբիսողոմը թագավորությունը կվերցնի։ Բայց Քուսիի խորհուրդը անցավ։ Գիտեք, խի Քուսիի խորհուրդը անցավ, կարա գրեք ձեր մոտ համարները։ Երկրորդ Թագավորաց 17-14, ես չեմ կարդա, բայց գրված է Աքիթոփելի խորհուրդը ծվրվեց, որտեղ Աստված ուզում էր Աբիսողոմի հետ հարցեր լուծել։ Ոչ թե իր խորհուրդը վատն էր, իր խորհուրդը չանցավ։ Բայց ես ուզում եմ շեշտը դնեմ ոչ թե խորհրդի որակի վրա, ամեն մարդ մի խորհուրդ տալիս է, չէ՞, մի բան կիսվում է, մի հատ ստեղ ասում, մի հատ ընդեղ ասում եւ այլն։ Ստեղ խնդիրն չի դու ինչ ես ասում, ստեղ խնդիրն է դու քո ներսում ինչ ես ապրում։ Որտեվ կամ քո խորհուրդը կմիացնի ինձ ու քեզ, կամ քո խորհուրդը ինձ ու քեզ ինչ կանի, կբաժանի։ Հիմա մեզի խիա բաժան է։ Բայց սա լավն է։ Սա օրհնյալ են։ Սա փորձառու են։ Սա Քրիստոսինն են։ Ով որ խոսում է, չեն կարող ասենք սխալ բան է խոսում։ Բա ինչ կա չերևացող։ Այդ չերևացող այն խորհրդատուներն են, որոնք թագավորին սխալ ինֆորմացիա են տալիս։ Որտեվ թագավորը ժողովրդից տեղյակ չի, բայց թագավորի նազիրներն ու վեզիրները կարան սխալ ինֆորմացիա հասցնեն։ Եվ ես փորձից ասեմ, եղբայրներ ջան, ես շատ եմ խաբնվել մի կողմը լսելուց։ Ես շատ եմ խաբնվել առաջի ասողին լսելուց։ Շատ դժվար բան է կարողանալ լսել, բայց չլսել, շատ դժվար բան է։ Բայց եթե դու ունես հոգեբանություն ունես, որ քո ասածը չանցավ, դու կեթաս կախվես, էդի եկեղեցին չի միաբանի։ Եթե քո մոտ Աքիթոփելի խորհուրդ է, Դավիթն ասում էր թող քանդվի Աքիթոփելի խորհուրդը։ Բայց Քուսիի խորհուրդը թագավորին նորից հետ բերեց, որտև Քուսին հավատարիմ էր եւ շատ իմաստուն։ Ես նաեւ հիշացնեմ, դες նախադասություն կա, ռուսերեն եմ կարդացի, բայց հայերեն կթարգմանեմ, ռուսերեն ասում է «Казнись нельзя помиловать». Казнись нельзя помиловать, բայց հիմա կարևորն է թե ստորակետը որտե կդնես։ Նիլզայից առաջ թե նիլզայից հետո։ Հիմա ինչ ես ասում, казнить ստորակետ, нельзя помиловать, կկախեն այդ մարդուն։ Բայց որ ասես казнить нельзя ստորակետ помиловать, կողորմեն այդ մարդուն։ Բայց նույն բառերն էսի ասե։ Լսած կնեք, չէ, որ գյուղերում անասունին քշում են, ասում են հո շարժվում անասունը, հետո որ պիտի կայնացնեն անասունը, էլի ասում են հո։ Ասում են ո՞ս կնի, երկուսն էլ հո ես ասում։ Դե ասում է, ստե բառը չի կարևոր, ստե ասելու ձևն է կարևոր։
ասելու ձևը։ Նա ասում են չիներեն լեզուն ասելու ձևից է կախված։ Մի անգամ Հակոբ աղբոր կնոջը բառ հարցրեցինք լաոսի լեզվով, 4 հատ պա ասեց։ Բայց այս 4-ն էլ տարբեր բան են նշանակում։ Հիմա մենք ասում ենք հայերեն ոնց է ստացվում է գլխատել չի կարելի ողորմել։ Նայած ստորակետը որտեղ ես դնում։ Գլխատել ստորակետ չի կարելի ողորմել կգլխատեն։ Բայց որ ասես գլխատել չի կարելի ստորակետ ողորմել, այդ մարդուն կողորմեն։ Համի դու ինչ ես ասել թագավորին, որ մնացածին չի կարում լսել թագավորը։ Ես ինչ եմ ասել թագավորին, որ թագավորը չի կարում հանդուրժի ժողովրդին։ Ինչ։ Ես չգիտեմ ինչ, կամ չգիտեմ ով։ Ինձ ես եմ հետաքրքիր։ Ես այտենց բան անում եմ կամ ասում եմ, որ ոչ թե կպցնեմ իրար, այլ խառնեմ իրար։ Իսկ դա եղբայրության մեջ կա։ Նաթանը Դավիթին համարձակ հանդիմանեց, երկրորդ թագավորաց 7:12 կարա գրեք։ Մեր մեջ այսօր կներեք բառիս համար սուրբ գրային տերմինով եմ ասում, քսուներ ավելի շատ կան, քան համարձակ խոսացողներ։ Մենք այսօրին ենք հասել քսուների պատճառով։ Համարձակ խոսացողներ քիչ կան։ Գիտեք քիչ կան։ Որովհետև օրինակ, եթե Դավիթին համարձակասին այդ մարդը դու ես, ասես ճիշտ ես ասում։ Այսօր որ քո ձեռը հանցանք բռնեն, ասեն էդի դու ես, պրիզնա չես գա։ Այ քո պրիզնա չգալը, չէ, քո մի բառից, քո մի խոսքից, քո մի արարքից, քո մի կեղծ լուրից ընտանիքա քանդվել։ Հիմա քեզի համարձակություն ա պետք, որ դու կայնես ասես, էդի ես եմ արել։ Ու սա կընկնի տեղը։ Հովնան ասեց ինձի գցեք ծովը, սա կընկնի տեղը։ Մենք սես տեսականորեն սաղս իրար սիրում ենք, բայց մենք իրար հետ չունենք, դա նորմալ չի։ Ինչի համար։ Որտեղ մենք 100 հոգի ենք, նստած 200 հոգի, 200 հատ կարծիք կա։ Ու ով որ ինչ մտածում է, ինքը էդի է ասում, բայց էդի քանդում ամեն ինչը։ Ռիմոն աղբերը տունը 8 երեխա ունի, պատկերացնում ես 8-ն էլ գնան իրա քմահաճույքով, ինչ կլինի։ Բայց եթե Ռիմոն եղբայրի իմաստուն ծնողա, Հովսեփն ու Հռութը իրար հետ կռվել են, ինքը չի կարող մեկին պատժի։ Եթե կռիվ ա եղել, երկու կողմն էլ սխալ կա։ Մի կողմով չի լինում սխալ։ Կլսի Հովսեփին, կլսի Հռութին, կխրատի Հովսեփին, կխրատի Հռութին, բայց երկուսին էլ կգրկի, կպաչի։ Նու պիտի որ տենց լինի։ Է նույնը եկեղեցում է։ Դու չես կարող մեկին գրկես, մեկին թողաս, մեկին պաչես, մեկին չգրկես։ Չես կարող այդպես բան անես։ Հատկապես այն եղբայրներ, ովքեր ունեն լուրջ պատասխանատվություն, իրանց խոսքերը, իրանց որոշումները, իրանց վերաբերմունքը ծայրահեղ կարևոր է։ Որովհետև դու կարաս կորցնես, դու կարաս գրկես։ Երբ որ Մուրթկեն Հռութի կողքի, Եստերի կողքին կայնած էր, Եստեր 4-ից 8 գլուխներն է, Եստերի կողքին կանգնած էր, Եստերը միջև վերջ գնաց։ Մուրթկեն կարար իրան խանգարեր, բայց կարար պատժկաչլներ, կարար վախացներ, կարար սխալ լուրեր ասեր, չէ, Եստերը հետ կնահանջեր։ Երբ որ Հոթորը Մովսեսի կողքին կանգնած էր, ճիշտ որոշում եղավ։ Ասես դու սենց առաջ չես էթա։ Խորհուրդ տվեց, հիշում եք Հոթորը Մովսեսին։ Ասեց սենց արա ու լավ կլինի։ Այտենց արեց լավ եղավ։ Բայց դու կարաս օրինակ բերեմ Եդեմական պարտեզից, Օծը ոնց ասեց Եվային։ Իրավ Աստված ասեց, որ մի կերեք։ Թվում է թե բան չի ասել, չէ՞։ Բայց լրիվ ուրիշ հոգեբանություն կա այստեղ։ Հիմա մենք աղբերներով որ իրար հետ շփվում ենք, այսպես հոգեբանություն կա։ Բայց պետք է լինի պարզություն, պետք է լինի փոխվստահություն, պետք է լինի իրար օգնել, պետք է լինի նստել, թարս նստել, դուս խոսալ։ Մենք դա չենք կարող անենք, եղբայրներ ջան։ Կարող է դա հայկական մենտալիտետի մեջ է, բայց մենք հետևից ավելի համարձակ ենք խոսում, քան դեմից։ Մենք չենք կարող ուղիղ ասենք մարդուն։ Մենք Հուդայի նման իրան
համբյուրում ենք, բայց մենք արդեն ինչ ենք արել, մենք արդեն մատնել ենք։ Ու ստեղ խնդիրը ինչ որ մեկը չի, ստեղ խնդիրը դու ես։ Պատկերացնում ես ամեն մարդ ճիշտ ապրի, ինչքան օրհնյալ կլինի։ Ժողովող 9-րդ գլուխ 13 խոսքից։ Արևիտակ այս իմաստությունն ալ տեսա, որ անիկա ինձի մեծ երևցավ, պստի քաղաքմը ու մեջնալ քիչ մարդ կար, եւ անոր վրա մեծ թագավորը եկավ եւ զանիկա պաշարեց, եւ անոր դեմ մեծ պատնեշներ շինեց, եւ անոր մեջ աղքատ իմաստունը գտնվեցավ, եւ անիկա իր իմաստությունով քաղաքը ազատեց։ Պատկերացնում եք, մեծ թագավորի դեմ փոքր աղքատ իմաստուն ինչ արել, լուծում ա գտել, կարեցել ա հաղթի։ Քաղաքը ազատեց, բայց այս աղքատ մարդուն բնավ հիշող չեղավ։ Այ մենք սենց ենք, մենք մեկից օգուտ ունենանք, չէ, այդ օգուտը քաղենք, մնացած ինքը մեզի պետք չի։ Ստասումա գիտեք խիալ սերը պակաս։ Սերը պակաս է, որ մեզի ոչ թե մարդն է պետք, մեզի իրանից ինչ-որ մի բան պետք է։ Հիմա նեղության մեջ ենք, ինչ կլինի, արի մեր քաղաքը ազատի, բայց վայ որ ազատես քաղաքը, ել դու մեզ պետք չես։ Եվ ինչքան եղբայրներ ու քույրեր կան, որոնք իրանց զգում են անտեսված, իրանց զգում են մոռացված, իրանց զգում են խաբված։ Ինչքան կա եղբայրներ ջան։ Ու դրա պատճառը կարամ լինեմ ես։ Դրա պատճառը կարող լինես դու, եւ դա կուտակվելա վերջը միտեղից տիտրակի, որտեղ զիջող չկա, որտեղ նստող խոսող չկա, որտեղ ճիշտ ասող չկա, որովհետև տարածող կա, որովհետև կռվածնող կա։ Մենք միամիտ բոլոր եղբայրներին սիրում ենք, բոլորին հավատում ենք, բայց 10 կարծիք ես լսում, 10-ն էլ իրար հետ չի բռնում։ Մի բանի համար 10 կարծիք ես լսում, 10-ն էլ իրար հետ չի բռնում։ Եվ ստեղ հետաքրիր բառ կա գրած 18 համարն եմ կարդում, իմաստությունը պատերազմական զենքերից աղեկ է, իմաստությունը կռվելուց ճիշտ է, հա? Բայց տեսեք ինչ է գրված, բայց մեկ մեղավորը շատ բարությունների կորուստի պատճառ կլա։ Այդ միաբանության, բարության կորուստի պատճառը կարող մի հատ մեղավոր լինի։ Կարող քո մի հատ բառը լինի։ Կարող քո մի հատ հեգնանքը լինի, կարող քո մի հատ ավելացնելը լինի։ Դրա համար եղբայրները պետք է շատ իմաստուն լինեն, որ ամեն լսածը ճիշտ չի, ամեն ասածն էլ ճիշտ չի։ Ավելի խորը բան կա, հա, Հիսուսը իր աչքի տեսածով, ականջի լսածով դատ չէր անում։ Մենք անում ենք։ Մենք վայ որ մի բան լսեցինք, կամ վայ որ մի բան տեսանք։ Էդի մեր համար լուրջ պատերազմ է։ Եվ դրա համար ես ուզում եմ շատ արագ եղբայրներ ջան, կարդամ Առակաց 16:28-ը, մի քանի համար կարդամ եւ մենք աղոթենք։ Առակաց 16:28 Ես չգիտեմ ում մասին է, ես մտածում եմ ես տենց չլինեմ, եղբայրներ ջան։ Ինձ էդի շատ լուրջ պետք է։ 16:28 Ծուր մարդը կռիվ կհանե եւ 20 մտերիմ բարեկամները կզատե։ 26:20 Առակաց Առանց փայտի կրակը կմարի եւ եթե քսու չլա կռիվը կդադարի։ 11:14 Առակաց 11:14 Ժողովուրդը առանց խոհականության կկործանվի, բայց խորհրդատուների բազմությունով փրկություն կլինի։ Այս համարը նշանակում է, որ շատ որոշումներ կա, որոնք կամ միակողմանի է, կամ ինչ-որ մեկի սրտով է։ Բայց եթե խորհրդով չի ինչ-որ մի բան, չի աշխատում եղբայրներ ջան։ Աստված խորհուրդ է արել, մեզ պետք է խորհուրդ անել, բայց լինում է, որ ոչ թե որոշումը խորհրդով է լինում, որոշումը լինում է քմահաճույքով։ 20:18 Առակաց 20:18 Դիտավորությունը խորհրդով կհաստատվի, ուստի խոհեմությամբ պատերազմ արա։ Պետք է մտածելով անել, պետք է զիջելով անել, պետք է լռելով անել, պետք է հասկանալով անել, պետք է ըմբռնելով անել այդ պատերազմը։ Պատերազմը խոսալով չի, եղբայրներ ջան։ Պատերազմը մեղադրելով չի։ Հələ փորձեք հանեք մեղադրանքը։ Մեղադրելը հեշտ է։ Բայց որ մարդու հետ խոսում ես երկար, չէ, զգում ես, որ սխալ ես արել մեղադրել ես։
ինձ որ մեկի մասին բան են ասում, մի անգամ ուս մեղադրական, այդ մարդու հետ գնա խոսա, դու չես մեղադրի իրան, դու կհասկանաս ինքը խիար է, խիա ասել այդ բառը, հետո որ դու իրան ցույց տաս ճիշտ արե թե չէ, ինքը կարող ասի սխալ եմ արի, եղբայրին ջան, բայց որ հիմա դնենք քարկոծենք, մեղադրենք, ավելի վատ կլինի։ Ինքը քեզ է մեղադրում, դու իրան ես մեղադրում, ես քեզ եմ մեղադրում, դու Հայաստանն ես մեղադրում ու գնաց։ Ես ուզում եմ նաև կարդալ 15:23 արակած։ Մարդ իր բերանի պատասխանովը կուրախանա եւ ժամանակին ըսված խոսքը որ չափ գեղեցիկ է։ Այդ բառը որ դու ինձ երեք ասիր, պիտի 3 տարի առաջ ասեիր։ Այդ բառը որ ես հիմա ուզում եմ քեզ ասեմ, չեմ կարող ասեմ, հետո եմ ուրիշներին եմ ասում։ Այսի քանդում է եղբայրներ ջան։ Բայց Սուրբիքն ասում է ժամանակին խոսքն ասա։ Ոնց է փսակի ժամանակ ասում ենք, այս զույգ ուզում է ամուսնանա։ Եթե մեկը դեմ ունի, թող արտահայտվի, եթե ոչ, թոլրի միջև հավիտյանս հավիտենից։ Հիմա եթե դու ինձի բան պիտի ասեիր, չես ասել, որտեվ ինձ ներել ես, ինձի հասկացել ես, ինձի զիջել ես, բան չի ես էթում քո քաղաքացիներին ասում էդի։ Հետո վերջ իրանք էլ ուրիշ բան են ասել ուրիշներին, չէ՞։ Հետո իրանք զանգելու են ուրիշ տեղ, չէ՞, այնեն դեղա տարածվելու, չէ՞։ Հետո այդ ընտանիքից մեկը ինձի շատ մոտիկ ասել է, բայ իմացար, սենց բան են ասել քո մասին։ Բայց ես էլ գիտեմ, որ դու մի ամիս առաջ իմ այդ հաղորդությանը իր մասնակցել, իրար պաչել ենք, իրարից մի քիչ հաց ենք կդրել։ Բա ո՞նց եղավ հիմա դու հետի ասեցիր։ Նո այստեղ ինձ թվում է դեր իմաստություն տա ավակներին, որ այդ հարցը լուրջ լուծեն։ Այդ հարցը որ չի լուծվում, չէ՞։ Ով ինչ ուզում անում է, ոնց որ թակավորացի մեջ, քանի որ թակավոր չկար, ով ինչ ուզում էր, անում էր, այո։ 17-15 լուրջ համար է առակած, ես այս համարը իմ համար շատ վախենալու համար է, 17-15։ Ամբարիշտը արդարացնողը եւ արդարը ամբարիշտ անողը երկուքն ալ Տիրոջ առաջ պիղծ են։ Այդ նշանակում է դու հավիտյան չխոսաս։ Որտեվ եթե մեկից քո մոտ խոսում են ու դու շարունակում ես, կարող է պարզվի, որ դու ինչ ես անում, դու լուրջ չարություն ես անում Տիրոջ առաջ, դա ոչ մեկ չի տենում։ Ես անկեղծ ասեմ, մենք լիքը չարություններ ենք արել Տիրոջ առաջ, ոչ մեկ չի տեսել։ Բայց մենք դա պրիզնատ չեն գալի, եղբայրներ։ Իսկ դա մեր տունը քանդում է, դա մեր տունը քանդել է, դա է խանգարում։ Դու պետք է այնքան իմաստուն լինես, որ դու չխոսաս, որ դու խոսացիր, դու սխալվելու ես, հնարավոր չի չսխալվես։ Առակաց 16:32 Երկայնամիտ մարդը հզոր մարդեն աղեկ է, երկայնամիտ մարդը, ով որ երկար է մտածում, ով որ շատ համբերություն ունի, բայց դա պտուղ է, դա Սուրբ Հոգու պտուղ է, դա պատահական չի լինում։ Դրա համար լուրջ գործի վրա մարմնավոր մարդուն դնելը սարսափելի հանցանք է։ Լուրջ գործի վրա։ Մենք պատահական մարդ չենք դնի օթանավ վարելու։ Ինքը սաղին կավերի մենք չենք իմանա, չենք հասկանա մենք դա։ Մեր մարմնավորությունը մեզ նենց է խեղդել, որ մենք հարցերը լուծում ենք մարմնավոր։ Ու ոչ մեկ չի կարող այդ մարմնավորության դեմ առնի։ Չի կարա լինի բժշկություն, եղբայրներ ջան։ Դրա համար պետք է լինի հարցը հոգևոր, 17-27։ Իր խոսքերը զսպողը իմաստուն է։ Երկայնամիտ մարդը հանճարեղ է։ Այս որ սենց խառնվել ենք, այդ խոսալու պատճառով է, որ մենք չխոսանք, սենց չենք խառնվի, որ մենք իրար գրկենք, իրար սիրենք, իրար հասկանանք, իրար լսենք, իրար փորձենք օգնենք, սենց չի լինի։ Ամի քեզ թվում է դու մարդկանցից պրծար, բայց դու իրանից չես պրծել։ Դու ասել ես, գցել ես կրակը, բաժանել ես, քաշվել ես գրախ, հիմա քո համար հանգիստավորում ես, դու չպրծար։ Այդ դու մեզնից պրծար։ Դու մարդկանցից պրծար, բայց դու իրանից չես պրծել։ Դու պետք է շատ լուրջ լինես, որովհետև քո խոսքերը կշեռքին է դրվում։ Ամեն դատարկ խոսքի համար մենք պատասխան ենք տալիս։ 18-13 եղբայրներ ջան, ով որ բանը չլաց պատասխան կտա, հիմարություն ու նախատինք է անոր։ Ով որ բանը չլսած պատասխան կտա, ասեք որ կա մեր մեջ էդի եղբայրներ։ Հələ չես թողել մարդը խոսա, ես էդի գիտեմ, դու հələ չգիտես, ես հələ թող մարդը խոսա։ Ոչինչ որ սխալ է խոսում։ Ոչինչ որ շատ բան չգիտի,
Ոչինչ որ իր կարծիքն է ասում, դու լսի հələ իրան, այմար։ Դու իրան լսի, բայց մի տարածի։ Դու նստի իր կողքը, գրգի իրան, ասա արի սենց անենք։ Բայց դու տենց չես անում։ Դու հենց լսար, մի անգամուց հեռախոս, չէ՞, ու գնաց։ Ու ինֆորմացիան կեղծ։ Եվ եղբայրներ ջան, 22:11, բայց մի համար էլ կուզեի կարդայի, 22:11, էսի շատ լավ համար է, ես էսի ուզում եմ կարդամ, որ մենք այս ուղղությամբ աղոթենք, սրտի մաքրություն սիրողին շրթունքների վրա շնորհք կա։ Թագավորը անոր բարեկամ կլա։ Թագավորը պիտի զգուշ լինի։ Թագավորը չի կարող ամեն մարդու լսի։ Թագավորը չի կարող վրաս հավատա, կքանդի թագավորությունը։ Թագավորը պիտի շատ երկայնամիտ լինի, ինքը պիտի իմանա իրան ով ինչ է ասում։ Դրա համար Տերը մեզ բոլորիս իմաստություն տա, որտեղ դու քո ընտանիքի թագավորն ես։ Մեր երկիրը թագավոր ունի, մեր եկեղեցին եղբայրություն ունի, եւ այդ եղբայրությունը պիտի շատ իմաստուն լինի եւ չշտապի, որտեղ ամեն մարդ կարա հելնի, ամեն բան ասի, բայց դա տենց չլինի։ Ես ուզում եմ նաեւ կարդալ Առաջի Կորինթացիների 4:15-ը, Առաջի Կորինթացիների 4:15-ը եւ Հեղիի խոսքերով ավարտեմ Առաջի Կորինթացիների 4:15-ը, Բասնզի թեև դուք 10,000 վարժապետներ ունենաք Քրիստոսով, բայց ոչ թե շատ հայրեր ունիք, Բասնզի Քրիստոս Հիսուսով ես ձեզ ծնա ավետարանովը։ Վարժապետներ շատ ունենք, հա, ինչքան եղբայր ունենք, այդքան վարժապետ ունենք, գումարած քույրիկները։ Չասեք չէ։ Բայց հայր քիչ կա։ Հայրը երեխեքի սխալները չի տարածում։ Իմ երեխեքը լիքը սխալներ ունեն, բայց ձեզնից ոչ մեկ չի իմանում։ Բայց ես ուրիշի երեխուց հանգիստ խոսում եմ։ Տարածում եմ, ասում եմ իմացար, տղեն ինչ արեց։ Բայց ես որ այդ տղու հերելն էի, այդպես չի ասի։ Ես կեթայի իրանց տուն։ Կնստեի խոսայի կլացեի հետը, բայց չէի տարածի։ Տարածելը սարսափելի վտանգավոր է Քրիստոսի եկեղեցում։ Մենք չենք եկել տարածելու։ Դու իրավունք ունես խոսած, բայց մենակ քեզանից։ Հիսուսը իմ մասին շատ բան գիտի, ոչ մեկին չի ասում։ Դու իմ մասին բան չգիտես, որտեղ նստում ես խոսում ես։ Այդի քանդում է մեր տունը։ Դրա համար Տերը մեզ իրոք իմաստություն տա։ Հեղի խոսքերով ուզում եմ ավարտել։ Երբ որ Աննան լուր աղոթք էր անում բերանը փակ, հիշում եք, մենակ շրթունքներն էլ չէ շարժվում։ Ինչ ասեց Հեղին։ Ճիշտ կարծիք էր եղբայրներ, բայց Հեղին հետի չպետք է աներ։ Հեղին այտենց սխալվելու իրավունք չուներ։ Եղկանան կարար սխալվեր, Աննայի մարդնա երևի չէ աղոթում, բայց Հեղին չպետք է սխալվի։ Դրա համար Տերը մեզ ողորմություն անի, իմաստություն տա եւ այնքան լավ է, որ ամեն մարդ իր սխալը Հիսուսով կարում է ընդունի, որտեւ էդի բոլորի համար ինչա օրհնություն է։ Աշխատողներին, որ հարցնում են ինչ ես անում, մեկն ասում է քարը դնում եմ քարի վրա, մյուսին են հարցնում, կողքից ասում է դու ինչ ես անում, ասում է դե ես էլ պատ եմ շարում, երրորդին հարցնում են, ասում է տուն ենք սարքում, իմ աղբեր, տուն ենք սարքում։ Հիմա քո համար կարող է եկեղեցին քարը դնում են քարի վրա, բայց եղբայրության համար մենք տուն ենք սարքում։ Մենք տուն ենք սարքում, որտեղ պետքա միասին ապրենք, վերջը միասին ենք գնալու։ Այտենց օրհնյալ համար, որ շոթ հաղբերը կարդաց, Հովհաննես շոթը, Հռոմեացիների 11:36-ում է գրված, եւ կանգնենք աղոթքի 11:36։ Այս համարը մեր հետ կապ չունի, սա իր մասին է։ Վասնզի ամեն բաները անկե է ու անով եւ անոր համար են։ Իրեն Փառք Հավիտյանս ամեն մնում է մենք չխանգարենք եղբայրներ ջան։ Կանգնենք աղոթքի։